Բարի առավոտ սերի բարեկամներ, օրհնյալ է այս օրը։ Նրանց համար, ովքեր առավոտյան ապստանում են եւ սկսում են իրենց օրը Աստծո խոսքով, նորոգվում է մեր միտքը եւ մեզ Աստծո խոսքը մտածել է տալիս եւ մտքից է սկսվում ամեն բան, որովհետեւ Պողոս առաքյալ ասում է այս խոսք ունի հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից իսկ դա նորոգում է մեր միտքը մեր սիրտը թարմացնում է մեր հիշողությունը որ մենք սեր կապերով կապված ենք Տիրոջ հետ այսօրվա մեր հյուրն է Մեսելի Գավնիկ Աբրահյան եղբայրը նա Արցախի ավետարանական մկրտական եկեղեցու հովիվն է շատ անգամներ մեզ հետ է ընդհանրապես չհաշված այսպես ասած չհաշված երբեմն որ օրերը խախտում ենք շաբաթվա այսինքն ուզում եմ ասեմ որ ամեն երկու շաբթի օրն է նա մեզ հետ լինում բայց պատահում է շաբաթներ որ օրերը փոխվում է բայց համենայն դեպս շնորհակալ ենք Գավնիկ եղբայր եկար ընդունեցիր մեր հրավերը փառք Տիրոջը ինձ համար հաճելի է ստեղ լինել մեզ համար է շատ հաճելի եւ անկեղծ ասեմ Գավնիկ եղբայրի հետ շատ հաճելի է զրուցելը մինչ եթերը կսկսվեր շատ լավ հրաշալի զրույց ունեցանք եւ այսօրվա թեմայի հետ ուժեղ կապ ուներ այդ զրույցը այսօրվա թեմայի վերնագիրը պատերազմ չար մտքերի դեմ եւ շատ լավ է այս թեման, երբ որ խոսվում է հենց առավոտ կանուխ, այն իմաստով, որ ոմանք արտնացան խնդիրներ ունեն, այսպես ասած, մտային հարձակումներ եւ որոշումների առջև են, ընտրության առջև են, տագնապներ ունեն իրենց սրտի մեջ, ուզում են հասկանան արդյոք ճիշտ են որոշել կամ ճիշտ են ընտրել այն, ինչ որ պետք է անեն այսօր, եւ այս մտքերի հարձակումը իհարկե բոլորիս կյանքում է լինում է երբեմն այնպես է լինում որ գիշերներ չենք քնում մտքերի հարձակման պատճառով գուցե այս գիշերը դժվար գիշեր եք ունեցել բայց հրաշալին նա է որ ունենք այս առավոտը եւ առավոտ կանուխ պետք է մեր միտքը նորոգվի ինչևից է Գավնիկ եղբայր շնորհակալ ենք կրկին անգամ եւ սիրով լսում ենք քեզ մի քիչ մոտ եթե միկրոֆոնին Այս միտքը մի վարքյան շոկտել Այս միտքը Աբրահամ եղբայրի իմ մեջ ասեմ ծագել է երբ որ մեր երկրի մեջ մեր առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոսներից մեր կառավարության դեմ բողոքներ եղան հա Եվ կառավարությունն էլ փորձեց լրացնել իրենց այսպիսի մի ես կարծում եմ բոլորը տեղյակ են եւ ոչ էլ ես ոչ չեմ էլ ուզում մտնել այդպիսի դաշտերի մեջ կամ բան բայց ամեն դեպքում երբ որ ասենք լսում ես մարդկանց լսում ես օրինակի համար ասենք հոգեվորականների որոնք որ ինչ որ ճիշտ բաներ են ասում ասենք կապված պետական իշխանությունների ճիշտ կառավարելու, սխալ կառավարելու հետ եւ այլն եւ ունեն նաեւ իրենց հետևորդները, ովքեր որ նույնպես այդպես են մտածում եւ այն կողմից էլ որ խոսում են նրանք էլ ունեն իրենց տրամաբանական որոշ փաստարկները, որ այդպես չպետք է լինի, այնպես պետք է լինի, այսինքն սա մի վեճ է եւ այլն։ Սակայն ես ոչ թե ինչ որ ինձ որևէ կերպ ուզում եմ ոնց ասեմ քննադատեմ հոգեվորականներին կամ բան այդպիսի հոգի չունեմ ընդհանրապես այդ մասին չէ բայց երևույթի մասին ահա երևույթի մասին եմ ասում միգուցե եւ ցավով են անում այդ բանը ժողովրդին ցավալով ես հասկանում եմ այդ բայց ամեն դեպքում Աստված արտաքին փոփոխությունների մասին չի խոսում Աստվածաշունչը մեզ թե արտաքին երկրի մեջ ինչպիսի փոփոխություններ անենք եւ այլն։ Պետք են այդ փոփոխությունները, երևի պետք են թող այդ մասին մտածեն մարդիկ, ովքեր որ կոչված են այդ գործերի համար։ Այլ մենք երբ որ Աստվածաշունչը կարդում ենք մանավանդ երբ որ մենք գալիս ենք Հիսուսին, երբ որ գալիս ենք նոր կդագարանը, մենք տեսնում ենք, որ ամբողջ հեղափոխությունը պետք է տեղի ունենա մեր ներսում։
ամբողջ փոփոխությունը պետք է տեղի ունենա այս մեր ներսում, մեր սրտերի մեջ, մեր հոգիների մեջ պետք է տեղի ունենա եւ Աստծո նպատակը չէ արդակին այդ փոփոխությունները, որ ասենք օրինակ, ասենք ժողովրդավարները կնան, բաները կան, դիկտատորները կնան սրանք կան, այս քաղաքական այսպիսի այս մասին ընդհանրապես չէ այս խոսքը այլ այո դերնել փոփոխություն եւ վերստին ծնունդ է ուզում տալ մարդուն, հա, որ մարդը նորովի սկսի մտածել, ովքեր Քրիստոսում են կրված է նոր արարած է։ Հիները անցավ եւ ահա ամեն բան նոր եղավ։ Այս նորությունն է ուզում Աստված տեսնել յուրաքանչյուր երկրի վրա քայլող մարդ արարածի հետ։ Սա է ուզում տեսնել Աստված։ Եվ դրա համար, որպեսզի այդ փոփոխությունը տեղի ունենա եւ իմ կյանքում, եւ քո կյանքում, մեզ լսողների կյանքում եւ այլն, մենք պետք է մտնենք պատերազմի մեջ։ Եթե մենք պատերազմը անխուսափելի է, եթե մենք ուզում ենք, տեսնում ես, երկրի վրա էլ երբ որ փոփոխություն, հեղափոխություն է լինում, էլի պատերազմ է լինում։ Չէ՞։ Որտեվ ոմանք անհանգստանում են դրանից։ Այո, որովհետև ճիշտ ես ասում, այստեղ էլ կան անհանգստացողներ, հասկանում ես, այստեղ էլ կան քո ասածին անհանգստացողները, ամենագլխավոր անհանգստացողը կա, մեր հոգու թշնամին կա, որին դուր չի գալիս այդ պատերազմը։ Եվ Պողոս Առաքյալը ասում է, չէ, ասում է մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ։ Այդպիսին չէ այդ պատերազմը ստեղ է։ Եվ երանելի այն քրիստոնյան, որ չի տարվում տեսակ ժամանակագից քրիստոնյության հետ խառնած ինչ-որ ուսմունքներով, հա, ես սա շատ կարևոր հարց է եւ երբ որ մենք ասենք լսում ենք այսօր կան ինֆորմացիայի աղբյուրներ կան քարոզիչների ենք լսում որոնք որ գրագետ են որոնք որ ճարտասան են որոնք որ շատ լավ գիտեն Աստծո խոսքը եւ այլն եւ տեսնում ես որ կա այնտեղ այսպես ոնց ասեմ էլի քրիստոնեություն հետը բանը խառնած բան կա խառնած հետը Հիմա էդի թողնենք, բայց վերադառնանք մեր սերտերին, մեր հոգիներին։ Այսինքն դու նկատի ունես կա չերևացող մաս, որը պետք է փոխվի։ Դա դրանից եւ կա նաեւ երևացող։ Մեր մտքերից է գալիս ամեն ինչ։ Այո, այսինքն մենք շատ անգամ երևացողն ենք ուզում ցույց տանք, քան չերևացողը։ Ես ինչ որ ասում ես, հասկանում ես այդ մասին սենց եմ ասում։ Ավելի շատ մենք փորձում ենք կուլտուրական դառնալ։ Ահա Երևացող մասը, հա, քաղաքավարի դարձանք բան, ու ինչպես կարելի այդպես ասել, կասենք, ոնց ես խոսում եկեղեցում, երեխային ասում է իր ծնողը, այդ ոնց ես խոսում եկեղեցում, արդեն չի պտնում ամեջ, որ դու կարաս այդպես խոսես, բայց ոչ եկեղեցում ուրիշ մարդ պետք է լինես դու, այդ ոնց չի ասում է, ոնց ես խոսում է, եկեղեցում մի ասա։ Բա ինչ կասեն մարդիկ ինձ համար, չէ։ Ինչ կասեն մարդիկ, ինչ կմտածեն մեր եւ այլն։ Թողնենք այդ ամեն ինչը, որովհետեւ Աստված չի նայում մեր լեզվին կամ չի նայում մեր արտաքին այդ բոլոր հարցերին, Աստված նայում է սրտին։ Եվ ինչ է կատարվում դրա համար ասենք պատերազմ չար մտքերի հետ այդ մտքերը առաջանում են մեր սրտերի մեջ, մեր հոգիների մեջ, մեր կաղապարի մեջ առաջանում են եւ շատ անգամ նույնիսկ ես այսպես ասեմ, որ սիրելի եղբայրներ չան, քույրեր չան, մենք մեղավորել չենք, որ այդ մտքերը գալիս են, մենք խո չենք կանչում իրանց, մենք խո չենք հրավիրում իրանց։ Նրանք կգան։ Նրանք գալիս են։ Ամբողջ հարցը մեր մեջ է թե մեր վերաբերմունքը նրանց նկատմամբ ինչպիսին է։ Այ հիմա մենք նստած ենք եւ փորձում ենք Աստծո խոսքի շուրջ փոքրիկ մի զրույց ունենալ։ Հիմա այս դուրը մեկը բացի եւ չգիտեմ էլի արաղներով, բաներով մտնին ես, ոչ մենք իրան կանչել ենք, ոչ մենք ասել տարեք ջան, թարգը տվեք, նստենք մի քիչ ստեղ, նայենք ինչ ենք։ Հիմա ինքը որ եկավ Ոչ ես եմ մեղավոր, ոչ էլ դու ես մեղավոր։ Ես ոչ ես եմ հրավիրել իրան, ոչ էլ դու ես հրավիրել։ Բայց երբ մենք մեղավոր կլինենք, երբ որ մենք համաձայնվենք, երբ որ մենք ասենք լավ եղբայր ջան, թող քո ասածը լինի, էսի անջատենք, քոնը միացնենք եւ այլն։ Այդպես էլ միտքն է։ Այդպես էլ միտքն է, որը գալիս է եւ եթե ես եւ դու չենք պատերազմում իր հետ, հասկանալով, տեսնելով ես ինչ միտք է։ Ես ինչի համար եկավ ինձի։
Ես ինչի՞ դեսի անեմ, հա, եւ ես թողնում եմ սա այսպես, այսա վտանգավոր է։ Կներես ես հիշեցի այս խոսքը, որ Հիսուս ասում է մտիր քո ներքին սենյակ, երբ որ աղոթում ես, եւ դուռը փակիր, այսինքն նշանակում է դու հա, պետք է փակենք դուռը։ Միամիտ կարող է մեկը։ Այո։ Դες ինչ ասում, գրված է եւ ես ցես նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի տնեմ ձեր միջումը եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղեն սիրտը եւ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ Եզեկիելի մեջ է գրված 36:26 ինչու պիտի վերցնի մեզնից այդ քարեղեն այդ խիստ սիրտը եւ մսեղեն սիրտը ուզում մեզ տալ որովհետեւ դու հենց այսպես սկսեցիր այսօրվա խոսքը մեր մտքից ամեն ինչ գալիս դες որովհետև սրդիցն են դուրս գալիս չար խորհուրդները, սպանությունները, շնությունները, պոռնոգությունները, գողությունները, սուտ վկայությունները, հայոյությունները, դրա համար էլ Սողոմոնն ասում է ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրդին, որովհետև նրանից է կյանքի ելքը, կյանքի աղբյուրը, այո, այնտեղից է ամեն բանից ասում է զգուշությունից առավել զգուշացիր հսկիր քո սրտին հա ես այս առաջի թակավորած կերքի մեջ ուրեմն մի խոսք եմ ուզում կարդալ ես աստվածաբան չեմ եւ չեմ ուզում մտնել այս խոսքի աստվածաբանական ինչ որ գիտահետազոտական այդպիսի հարցերի մեջ բայց ինձ համար մի շատ գեղեցիկ դաս եմ վերցրել որ ուզում եմ կիսվել ձեզ հետ 21-րդ գլուխ երկրորդ թակավորած 10-րդ խոսքն եմ կարդում նայեք ինչ է գրված եւ այայի աղջիկ ռեսպան արավ քուրձը եւ նրան փրեց իր համար ապարաժի վրա հունցի սկիզբը մինչեւ նրանց վրա երկնքից անձրև գալը եւ ուշադրություն եւ նրանց վրա ցերեգը երկնքի թրջուններին հանգչելու չէր թողնում եւ ոչ էլ դաշտի կենտանիներին գիշերը այս հսկողության ձևն այնձի դուր գալիս ես չեմ ուզում բացատրել քուրձը ինչ էր բարեն ինչ էր ասում է ցերեգը հսկում էր որ երկնքի թրջունները նրա վրա չնստեն հանգարց իսկ գիշերը ասում է հսկում էր որ դաշտի գազանները այնտեղ հանգարց բան չանեն գիշեր ու ցերեգ հսկում էր այս կինը այսօր շատ լավ օրինակ է սիրելի եղբայրներ քույրեր որովհետև եւ ցերեգվա Մարդավարություն ունի մեր հոգու թշնամին թե մեզ ոնց կայտակղեցնի եւ գիշերվա կայտակղություն ունի սիրելիներ եթե մենք ազնիվ ենք եթե մենք իսկական ճշմարիտ քրիստոնյա մարդիկ ենք եւ ճշմարտաբես ուզում ենք հաղթանակ ունենալ ինքներս մեզ վրա ինքներս մեր սրտի վրա ապա կհամաձայնվենք որ այդ հսկողությունը երբեք պետք չէ թուլացնել Այդ պատերազմը, եթե մենք այսօր վերնագրել ենք, որ պատերազմ չար մտքերի հետ պետք չի սիրելիներ թուլացնել։ Այո, այո։ Տեսեք, օրինակ գրված է բարգանակ մի մեղանչեք։ Այո։ Տերը գիտի, որ մենք կբարգանանք։ Հնարավոր չի, որ մենք չբարգանանք, հա? Այսինքն մի մեղ գործեք։ Որտեղ ինչ ասում, թող արեգակը ձեր բարգության վրա մայր չմտնի եւ տեղի չտաք սատանային։ Եփեսացիների մեջ է գրված 4:26-27 այսինքն թույլ չտար որ սատանան հանգչի խարիսկ գծի այո հա ինչ լավ բառ է այդ խարիսկը չէ որ խարիսկ գծի տեղ այո որ թող արև ասում եմ մայր չմտնի ձեր բարգության վրա այսինքն թող ես այդպես իմ անգողինս չմտնեմ այդ սրդի վիճակով այդ կադաղած սրտով ես թող արևս մի թող այդպես մի մտի անգողինդ այդպիսի կադաղած ցևով հա այդ մտքերով մի թող այդ մտքերը քո սրտի մեջ է դա խարիսկ գծել մի թող որ ինքը դեղ մնա այլ ինչ արա պատերազմիր նրանց հետ քո աղոթքի նյութը դարձնա հաց մի կեր այդ օրը ձերքերդ երկինք բարձի ասա Տեր Ես չեմ ուզում, որ այս միտքը իմ սրտի մեջ լինի։ Չգիտեմ, եղբորդ վրա է զայրացել, քրոջդ վրա է զայրացել, երեխայիդ վրա, հարևանիդ վրա կապ չունի, ինչի համար։ Բարգանում ենք մենք, այո, ես էլ եմ բարգանում։ Դες մարդ չկա որ չբարգանա, բայց բարգանակ ասում է, մեղք մի գործեք։ Մի գործեք, այլ ինչ արեք, հսկեք, թե ուր կտանի։ Գրված է մարդու բարգությունը, Աստծո արտարությունը չի գործում։ Չես կարող դու բարգացած ժամանակ ճիշտ
Ռեալ այնպեսի մի որոշում ընդունել, որ բոլորը ծափահեն ասեն, այս չի լինում այդպես սիրելիներ։ Եվ ինչքան է եղել մեր կյանքերի մեջ, որ մենք բարգացած ժամանակ այնպեսի քայլեր ենք կատարել, որ հետագայում չարաչար զղջացել ենք, բայց ուշ է եղել արդեն։ Այո, չես կարող։ Իմ կյանքի մեջ շատ է եղել այդպիսի բաներ։ Իմն։ Եվ դրա համար սիրելիներ հսկել է պետք այայի աղջիկ ռեպսայի նման, ինչպես գրված է, հա, ցերեկ եւ գիշեր ասում է, որ ցերեկը ասում է երկնքի թրջունները ճիշտ են բերեն, հա, իսկ գիշերը դաշտի գազանները ճիշտ են մեր սրտերի վրա սիրելիներ։ Սա ես կարծում եմ, որ այսպիսի թեմաները մեզ կկարողանան կրթել եւ դաստիարակել։ Այսպիսի թեմաները սիրելիներ, երբ որ մենք խորում ենք այսպիսի հարցերի մասին, վերին աստիճանի օգտակար են մեզ համար։ Շատ օգտակար են, որովհետև նրանք կփոխեն մեզ։ Եթե մենք մեզ թվում է, թե ովքեր Քրիստոսում են նոր արարած են, ինչպես քիչ առաջ ասեցինք, դա այնպես չէ սիրելիներ, որ այդ փոփոխությունը միակողմանի Աստված կնոպկա կա սեղմում է եւ դու միանգամից փոխվում ես։ Չէ, ամեն բան քո կամքով պետք է լինի։ Դու պետքա հասկանաս, որ փոխվել ես նոր ես այդ ամենին։ Այո, քո մասնակցությունը անպայման, թե չէ դու նման կլինես իրի, ինչպես որ ասենք անշունչ մի առարկայի, հա, որ Աստված կնոպկեն սխմեց, դու չարեիր բարի տառար կամ չգիտեմ, այսպես չի։ Գարնիկ եղբայր, մի համարել խնդրտաս ես բանի, Եփեսացիս 6-ի մեջ 17 խոսքից տես ինչ ասում է, եւ փրկության սաղավարտ արը, սաղավարտը դա գլխին հագցնելու ուրեմն մետաղական բան է, որ պատերազմի մասին խոսում է, այո, եւ դա հոգեվոր իմաստով նշանակում է միտքդ պետքա գոտեպնդվի դրանով, որ թիրախ չդառնա միտքդ, սաղավարտը պաշտպանի քեզ։ Այո։ Եվ ասում եմ, եւ հոգու սուրը, որ Աստծո խոսքն է, այսինքն դա նաեւ այն իմաստով, որ դու ունես խոսքը, ամեն աղոթքով եւ աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ հոգով, նկատում ես միշտ, այսինքն աղոթքը դա պաշտպանիչ բան ունի իր մեջ, եւ ասում եմ սրանում հսկեցեք ամեն բոլոր հարատևության այսինքն եթե չկա իմ մտքի մեջ Աստծո խոսքը չի պաշտպանում թեման, այ ինչ որ դու կարտացիր այդ մասին է այդ պատերազմի զենքերի մասին ասում այնտեղ չէ դե ոնց կարող է պատերազմի կամ զինվորը առանց զենքի լինի այդպես չի լինում դրա համար էլ թանկագին եղբայրներ ջան քույրեր ջան ժամանակը շատ խառն է այսօր անհասկանալի ժամանակներ են կապում լուրերի տարապ եւ այդպես քրիստոնեության քողի տակ քրիստոնեության յառլիկի տակ հազար տեսակ ինչ ասես կա էլի ով ինչ ասես խոսում է ինչ ասես ասում է եւ ինչքան լավ է որ մենք թողնենք ամեն բան եւ մեզնով զբաղվենք մենք զբաղվենք որովհետեւ դա է մեր գործը Ես եւ դու երբ որ կանգնենք Քրիստոսի ադյանի առաջ, մենք մեզ համար պիտի պատասխանենք։ Ասա sense խոսք, ասա ինչ ես մտածում, ասեմ ով ես դու։ Իհարկե, եղբայր։ Դա է, անկեղծ եթե լինենք, որովհետեւ սրտից են դուրս գալիս, նոր կարտացինք, հա։ Ինչի համար ամեն ինչի չատ, Սողոմոնն ասում է, ամեն զգուշություն սրտից զգուշացիր։ Ինչու, որտեղ ընդեղից է դուրս գալիս կյանքի ելքը։ Ինչ որ սրտիդ մեջ է, այն էլ պիտի քո կյանքի մեջ վերջապես իրականություն դառնա։ Այո։ Մի բան է թույլ կտաս Տես երբ որ շենք են կառուցում չէ ասենք լավ ճարտարապետական կոթող գծագիրը կա ամեն ինչ կա պատկերացրեք թե շենքի հիմքը լավ չլինի հիմա մարդիկ կողքով ասում են ես ինչ գեղեցիկ շենք է մեծ սիրուն ոչ մեկ չի մտածում բա սրա հիմքը ինչ գեղեցիկ այսինքն իրան կարևոր չի, բայց ամբողջ այդ շենքի գեղեցկությունը հիմքն է պաշտպանում։ Հիմքը չի երևում։ Սարկած ոչ որ տերը ասել։ Իհարկե։ Մի քիչ քամի, մի քիչ ջրեղեղ եւ այլն։ Պատկերացրեք առանց հիմքի գեղեցիկ բան շինենք։ Այդպես է։ Հիմարություն։ Այդպես է Հիսուսն ասում։ Հիմար է այդ տեսակ մարդը։ Ես ուզում եմ մի օրինակ բերել Աբիսողոմի օրինակն եմ ուզում բերել Ես ընդհանրապես այդ պատմությունը Վերին Աստիճանի շատ սիրում եմ Աբիսողոմի ու Դավիթի պատմությունը։
իր որդին էր, Աբիսողոմը Դավթի որդին։ Խորհուրդներ կա մեջը Շատ լավ պատմություն է այդ պատմություն։ Լավ ինչ իմաստով ինքը շատ ցավալի պատմություն է, վերինաշճանի ցավալի պատմություն է, բայց շատ ուսուցողական բաներ կա ինձ համար եւ քեզ համար առավել եւս այսօրվա մեր թեմայի շուրջ ամեն բանից առաջ հսկիրք ու սրտիդ հա գրված է։ Տեսեք Աբիսողոմի համար Աբիսողոմը այն տղեն էր Դավիթի, որ սպանեց իր աղբորը Ամնոնին, որովհետև Ամնոնն էլ բղձեց Աբիսողոմի քրոջը, որտեղ նրանք հորից մեկ էին, մորից ջոգ էին, հա, տարբեր մայրերից էին, Թամարին։ Գիշում եք այդ պատմությունը երևի, հա, որ ինքը սիրահարված էր Թամարի վրա, Աբիսողոմի քրոջ վրա, եւ իրան խորհուրդ տվեց իր անգերներից մեկը, թե սութիվան ձևացիր, հորդ ասադ է ուզում եմ, որ Թամարը ինձ խնամի եւ ինչ որ մտքիդ կա, այնտեղ սենյակում կանես եւ այլն։ Եվ ինքը բռնաբարեց իր քրոջը, Աբիսողոմի քրոջը, համ իր քրոջը հորից մեկ, համ էլ Աբիսողոմի իսկական քրոջը, մորից էլ, հորից էլ նույնն էին։ Եվ Աբիսողոմը սպանեց Ամնոնին, սուտ ճաշկերույթ կազմակերպեց իր տանը, բոլոր որդիներին Դավթի հրավիրեց եւ Ամնոնին սպանեց եւ այլն, ու փախավ Դավթի երեսից։ Հետո մարդ մեջ գցեց եւ վերջապես Դավիթը ներեց իրան եւ գրված է, որ Դավիթ համբուրեց Աբիսողոմին։ Իր որդու մահը ներեց, ինչ մարդ է Դավիթը, ինչ հետաքրքիր մարդ է։ Կարծես թե այդպիսի ներում ստանալուց հետո մեզ չեմ մոռացել, որ մենք խոսում ենք սրտի պատերազմի մասին։ Կարծես թե այդպիսի ներում ստանալուց հետո նման մեկը ոնց որ ժողովուրդն է ասում, պետք է հոր ոտքերը լվար ջուրը խմեր։ Այդպիսի թակավոր մարդու, հա։ Այդպիսին էր Աբիսողոմ։ Չէ։ Չփոխվեց։ Չէ։ Չհասկացավ։ Ուրիշ մտքեր ուներ։ Ինքը աչքը գցել էր հոր գային եւ ինքը ուզում էր թակավոր դառնալ։ Եվ ես կարդամ մի հատված երկրորդ թակավորած 15-րդ գլխից։ Եվ եղավ սրանից հետո, որ Աբիսողոմը իր համար կարգեր եւ ծիեր եւ 50 մարդ սուրանդակ շինեց, եւ Աբիսողոմը կանուխ, առավոտ կանուխ, վեր էր կենում ու կանգնում դռան ճանապարհի մոտ եւ ամեն մարդ, որ դاد էր ունենում, որ գա թակավորի մոտ դադաստանի, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ եւ ասում. դու որ քաղաքից ես, եւ նա ասում էր Իսրայելի ցեղերի մեկիցն է Ծարատ, եւ Աբիսողոմը նրան ասում էր. տես, քո ճանապարհները լավ եւ ուղիղ են, բայց դու լսող չունես թակավորի կողմից։ Վարկաբեկում է իր հորը։ Քաղցր լեզու է թափում, էլի, շոյում է մարդկանց ականջները, այո։ Եվ Աբիսողոմն ասում էր. երանի թե ինձ դադավոր տնեին այս երկրումը, եւ ինձ մոտ կար ամեն ով վեճ եւ դատ ունենար, եւ ես կարտարացնեի նրան։ Եվ երբ որ մի մարդ նրան մոտենում էր, նրան երկրպագելու, նա իր ձեռքը մեկնում էր եւ նրան բռնում եւ համբուրում էր նրան։ Եվ Աբիսողոմն այսպես էր անում բոլոր Իսրայելին, որ դատվելու համար գալիս էին թագավորի մոտ եւ ուշադրություն, եւ Աբիսողոմը գողացավ Իսրայելի մարդկանց սրտերը։ Մենք խոսում ենք սրտի մասին, սիրելիներ, Աբիսողոմը գողացավ Իսրայելի մարդկանց սրտերը։ Այսօր սիրելի եղբայրներ, քույրեր, Աբիսողոմներով հեղեղված է մեր աշխարհը, որոնք սիրելի եղբայրներ, քույրեր, այդ սրտերի կռիվ են անում։ Եվ մեկ լրաբեր եկավ գրված է 13-րդ խոսքի մեջ Դավիթի մոտ, ասելով. Իսրայելի մարդկանց սիրտը Աբիսողոմի հետ է։ Աբիսողոմը հասել է իր նպատակին։ Գիտեք, Աբիսողոմը այայի աղջիկ Ռեսպայի նման չհսկեց իր սիրտը։ Իր սրտի մեջ առաջացավ ցանկություն գահին տիրանալ, հա։ Հիմա տեսեք, կարող է այդպիսի ցանկություն առաջանալ իմ սրտի մեջ, հա։ Այդպիսի միտք կարող է ինձ տալ Աստված, կարող է քեզ տալ Աստված։ Ես նկատի չունեմ գահը, ուրիշ մի տեսակ, ուրիշ մի մեղավոր միտք այցելում։ Մտքից է սկսվել, չէ՞, առաջինը միտք է տվել իրան, իր հոգուտշտամին, թե հորը ձեռից կարաս վերցնես գահը, դու կարաս թակավոր լինես։ Եվ մենք երկու ճանապարհ ունենք, կամ այդ միտքը, որը մենք ընդունել ենք մեր սրտի մեջ, չենք պատերազմել նրա հետ,
արդեն այդ միտքը երբ որ նստել է մեր սրտի մեջ, արդեն պիտի հագուրտ տանք։ Արդեն պիտի մենք ճանապարհներ մանկանք, որ այդ միտքը կոհացնենք, դրա համար է եկել այդ միտքը։ Եվ մենք ունենք սուրբ ճանապարհ, Տիրոջ ճանապարհ սիրելիներ, որ հասկանալով որ այդ միտքը մեծ խելք չի ունենալ, որ հասկանաս որ դա սուրբ չէ այդ միտքը։ Գարլիկ եղբայր, հետո հետաքրքիր է, որ առաջին հայացքից ինչ լավ է, չէ՞, մարդը ուզում է արդար դատանի, արդարացնի, հա, լավ բաներ է ցանկանում, ինքը իրան կարող է անգամ խաբել, հա, ինչ վատ բան եմ արել։ Ես ուզում եմ ավելի լավ Դադաստան լինի, մարդիկ լավ ապրեն, իրանց ուզած։ Այս որ հեղափոխությունը նույն ձևի չեն անում։ Նույն ձևի չեն անում, նույն բանը չեն ասում, որ սրանք սխալ են, ես որ եկա, ես պես կա, ես այմար մեզ մոտ ընդրություններ են լինելու։ Ամենը նույն բանն են ասում, ինչ լավ բաներ են, չէ՞ խոստանում։ Ո՞վ է վատ բառ ասում։ Ասես որ մեկը մի վատ բան ասի, այն մեկն ասում է թոշակները կշատացնեմ, այն մեկն ասում է այս հարգը չեք մուծի, այն մեկն ասում է էսի չեկանի, այնի չեկանի, եւ այլն եւ այլն։ Սա սիրելիներ, այսպես սա մեթոդն է, այդ փապագին այդ հասնելու, այո, այսպիսի մեթոդներով են հասնում եւ այլն։ Եվ ինքը չպատերազմեց սիրելի եղբայրներ քույրեր իր այս ցանկության հետ, այլ փորձեց հագուրտ տալ։ Եվ գրված է սիրելի եղբայրներ քույրեր, որ մեծ պատերազմ սկսվեց Աբիսողոմի ժողովրդին դրա համար էր հավաքում։ Աբիսողոմի եւ իր հոր դեմ պատերազմ այն աստիճան ուժ գնացավ պատերազմը որ Դավիթ ստիպված եղավ մայրաքաղաքը թողնել եւ դուրս գալ Երուսաղեմից եւ ավելի խայդարակ մի բան արեց Աբիսողոմը մտավ հոր հարգերի մոտ ամբողջ Իսրայելի առաջ հոր կանանց մոտ մտավ եւ բերանով ասել նույնիսկ այդ ամեն ինչը եւ խայդարակ եցենել ինչպիսի հորը Մարդ իմ սրտիս համեմատ, որի բնութագիր Աստված այդպիսին է տալիս, այդ հասարակ մարդ չէր, այդպիսի մարդ չէր, բայց ես մի հատ ինձ համար ասենք վերին աստիճանի, որ քիչ առաջ ասեցի Աբիսողոմի եւ Դավիթի պատմության մեջ լիքը լավ դասեր կան, ինքը պատմությունը շատ ցավալի պատմություն է, բայց իրա մեջ մեզ համար դասեր կան, ես ուզում եմ մի հատ ցույց տամ, հենց Աստվածաշնչի մեջ տարբերությունը Դավիթի սրտի եւ տարբերությունը Աբիսողոմի սրտի այդ վճռական ճակատամարտ պետքա տեղի ունենար որով պետքա որոշվեր վերջնական ելքը այս ապստամբության հիմա տեսեք ուզում եմ կարդալ Աբիսողոմի եւ Դավիթի դիրքը մեկը մյուսի նկատմամբ Աբիսողոմը Ուրեմն կարդում եմ 17-րդ գլուխ առաջին խոսքից։ Տեսեք, Աբիսողոմին ինչ են առաջարկում։ Այդ վճռական ճակատամարտից առաջ։ Որտեղ է դա։ Երկրորդ թագավորաց 17-րդ գլուխ առաջին խոսքից եմ կարդում։ Ագիթոփելին գիտեմ որ դու լավ ես ճանաչում։ Դες ինչ ասում Ագիթոփելը Աբիսողոմին։ Եվ Ագիթոփելն ասաց Աբիսողոմին Թող 12,000 մարդ ընտրեմ եւ վեր կենամ այս գիշեր Դավիթին հալածեմ հորը դելի եւ ես կհարցակվեմ նրա վրա քանի որ նա հոգնած եւ ձեռքերը թուլացած է եւ նրան կվախեցնեմ եւ նրա հետ եղող բոլոր ժողովուրդը կփախչի եւ կզարգեմ մենակ թագավորին խփեմ հորը Իսկ բոլոր ժողովուրդը կդարձնեմ քեզ մոտ, բոլորի դարձածին պես այն է այն մարդը, որին դու որոնում ես։ Ես սրա այս մի քիչ անհասկանալի է, այն մարդը եւ այլն։ Ռուսերենի մեջ ասում է մեկ մարդ խփելով բոլոր ժողովրդին քեզ մոտ կդարձնեմ։ Հասկացա, այս միտքն ասում եմ։ Բայց այստեղ շեշտենք, որ ով է Ագիթոփելը։ Բայց ես ուզում եմ միտքս վերջացնեմ, հետո խոսենք այդպես Այսինքն ժողովուրդը հանդարտ լինի եւ այս խոսքը ուշադրություն ուղիղ ելևեցավ Աբիսողոմի աչքին եւ Իսրայելի բոլոր ծերերի աչքին ուրեմն տեսեք մենք խոսում ենք սրտի պատերազմի հետ առաջարկում են իրան իր հարազատ հորը այն հորը որ ներեց իր տղու մահը իրան առաջարկում են թե հորը բեր խփենք
սպանեն քորդ։ Պատրաստ է անգամ Եվ դրան։ այն որ առաջարկում են զորավարները իրա եւ այլն, ես դրա վրա շատ չեմ զարմանում, բայց այն որ Իրանը ուղիղ թվում այդ ամենը, այն որ Իրանը դուր գալիս այդ բանը, դες շատ ճիշտ որոշում է, խփեք օրս։ Հիմա այն կողմը անցնենք պատերազմի, Դավիթի կողմը անցնենք եւ տեսնենք թե Դավիթը ինչ է անում այնտեղ։ Դավիթն էլ որպես հմուտ զորավար իր զորքերն է դասավորում, իր որբիսի այս վճարական ճակատամարտը տեղի ունենա։ Մենակ մի խոսք եմ ուզում Դավիթից կարդալ, սիրելիներ, 18-րդ գլխի 5-րդ խոսքն եմ ուզում կարդալ։ Նույն թագավորած գրքի կարդում եմ։ Եվ թագավորը պատվիրեց Հովաբին, տեսեք, մի հատ ես նկարագրեմ, թագավորը դասավորում է իր զորքերը, վճարական ճակատամարտի համար, դուք ստեղ, դուք ընդեղ, դուք հարավից, դուք հյուսիսից, ես դե վայենի մարդ չեմ, էլի, բայց տեսեք ինչ ասում, եւ թագավորը պատվիրեց Հովաբին, Աբեսային եւ Ետիին, սրանք իր զորավարներն են, Ետիին, ասելով, խնայեցեք ինձ համար, Աբիսողոմ պատանին, են ինչ անում ընդեղ, Հերա է, հոր սիղտա։ խնայեցեք ինձ համար, Աբիսողոմ պատանին, այսինքն դրա գլխից թող մաս չընկնի, թող պատերազմը տեղի ունենա, թող ամեն ինչ անենք, որպեսզի իշխանությունը չկորցնենք եւ այլն, բայց խնայեցեք Աբիսողոմ պատանին։ Եվ բոլոր զորքը լսեց, որ թագավորը զորապետներին Աբիսողոմի մասին պատվեր էր տալիս։ Ահա տարբերությունը սիրելիներ, մարդկանց սրտերի տարբերությունն եմ ասում, ով խնամք է տարել իր սրտի համար, ինչպես Դավիթը։ Տեսեք ինչ սիրտ ունի, մարդ իմ սրտիս համեմատներ ասում, խնայեցեք, հələ նայեկում, նա որ երել է իրան խայտարակել է ամբողջ երկրի մեջ, նա որ իրան ներման վրա իր ոտքերն է սրբել, իր տղուն սպանել է, սպանողի ոտքերն է սրբել, նա որ երել է իր իշխանությունը ձեռքից վերցնելու, ասում է Աբիսողոմ պատանին խնայեցեք, եւ ես չեմ ուզում շատ երկար կանգնել սրա վրա, բայց մեկ բան եմ ուզում ասել, երբ որ այս պատերազմը վերջացավ, Եվ Աբիսողոմին չխնայեցին սիրելիներ, խփեցին, սպանեցին եւ այլն, չեմ ուզում մանրամասները պատմել։ Մի կարևոր բանի վրա նույնպես ուզում եմ ձեր ուշադրություն դարձնել։ Երկու սուրանդակներ, մեկի անունը Քուսի, մյուսինը մոռացա։ Մեկը մյուսից առաջ վազելով գոզում էին գալ Դավիթին բարիլուր աչքլուս տալ, որ վերջացավ պատերազմը, որովհետեւ Աբիսողոմը խփված է, ժողովուրդը ապստամբները փախած են եւ այլն։ Մեկը մյուսի հետևից վազելով գալիս էին դեպի Դավիթը։ Եվ որ եկան մոտեցան իրան եւ այդ լուրը տվեցին իրան, որ աչքը լույս լինի, մոտավորապես ես իմ ձևով եմ ասում, էլի փրկված է, հաղթած է պետական զորքերը։ Որն էր Դավիթի հարցը։ Աբիսողոմ պատանին ողջ է։ Տեսիրան ինչ է հետաքրքրում։ Այն առաջինը տեսնելով Դավիթի այդ հուզված տեսքը վախեցավ ասել, չնայած գիտեր, որ մահացել է Աբիսողոմը, վախեցավ, չասեց, ասեց չգիտեմ, այնտեղ խառնաշփոթ էր, ես չհասկացա, որը։ Ես երկրորդը ասեց, թող բոլոր թագավորի թշնամիների հետ պատահի այն, ինչ որ այսօր պատահեց Աբիսողոմին։ Եվ Դավիթ հասկացավ, որ Աբիսողոմ չկա, եւ հենց այս գլխի վերջում է գրված, կարծեմ թե Դավիթի վայ, հա, ասում է, թագավորի թշնամիները բոլոր չարիքի համար քեզ վրա վեր կենողներ, եւ թագավորը խռովեցավ ու վեր կնաց դեռնան վերնատունը եւ լաց եղավ եւ այսպես էր ասում կնալով որդիս Աբիսողոմ երանի թե ես մեռնեի քեզ տեղ ով Աբիսողոմ որդիս սա է մշակված սիրտը սիրելիներ սա է որ թույլ տվեց Հիսուսին Դավթի որդի կոչվելու
հազարավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ, լավ մարդիկ են եղել աշխարհում, սուրբ մարդիկ են եղել աշխարհում, բայց Տերը որոշեց Դավթի որդի անունը վերցնել սիրելիներ։ Ինչքան է նման ստեղ Տերը Դավիթ Հիսուսի։ Ինչքան է նման, հա։ Ամեն։ Շատ ավելի, քան Դավիթը։ Եվ դրա համար սիրելի եղբայրներ, քույրեր, այսպիսի սիրտը ինքը իրան չի լինում։ Չի լինում ինքը իրան, ասենք, առանց մշակելու, ասենք, մտնես մեկի տան այդ պարդեզը եւ տեսնես, որ առանց մշակելու այնպիսի գեղեցկություն է այդ պարդեզի, այդպիսի բան չկա։ Մշակելու։ Վրազ հասկացվում է, թե ինչպիսի, հա, հոգ է տարվել այդ ծաղիկների համար, այդ գեղեցկության համար եւ այլն։ Այդպես է նաեւ մեր սրտերը, թանկագին եղբայրներ, քույրեր, երբ որ մենք մշակում ենք նրան, երբ որ մենք պատերազմում ենք չար ոգիների հետ, երբ որ մենք մաքրում ենք մեր սիրտը անիրավության կաբանքներից եւ հասնում ենք այսպիսի բարձրունքի հոգեվոր, որ նա, ով թշնամաբար, ով մեր հոգին էր մանկալիս, ով ուզում էր մեզ սպանել, ես կարծացի, որ ինքը ուղիղ համարեց, այն ինչ որ զորավարներն ասում էին, որ սպանեն քորդ։ Եվ ում համար է լալիս։ Նրա համար, որ իրա ման էր փնտրում, դրա համար է լալիս։ Այո։ Կարդացեք ուրիշ տեղ ասեմ Դավիթի մասին, Սաուղի մասին Դավիթի ողբը կա, երբ որ Սաուղը մահացավ։ Հա։ Ինչ մարդ է Դավիթը, Սաուղը ով էր, իր հալածողներից մեկն էր Սաուղը, գիշեր, ցերեկ, սարերում ու ծորերում ման էր գալիս, որ իր հոգին իրանից վերցնի, եւ բացեք կարդացեք այդ ողբն էլ կա, թե ոնց է լալիս, իր Հովնաթանի համար չեմ ասում, որտեղ իր անգերն էր, ոչինչ, հա, բայց Սաուղի համար ոնց է լալիս, ոնց է գովում Սաուղին, ոնց թանկագին եղբայրներ, քույրեր, մեզ մեկը ծուռը նայում, բրծավ։ Մենք չենք կարողանում հասկանում ես նրա կողմը նայել, ինչի, որտեղ մշակված չէ իմ սիրտս, որովհետև ես պատերազմ չեմ մղում այդ չար հոգիների հետ, դրա համար այդպես է սիրելիներ։ Թող Աստված օրհնի մեզ, թանկագին եղբայրներ, թանկագին քույրեր, որ եթե մենք Քրիստոսի անունն ենք առել մեր վրա, դες գրված է աշակերտներն առաջ Անտիոքում անվանվեցան քրիստոնյա, թե քրիստոնյա անվանվեցան, հա։ Չի գրված նրանք իրենց կոչեցին, իրանք կոչեցին քրիստոնյա, այլոց կողմից անվանվեցան։ Այսօր մենք նայում ենք մարդիկ իրանք եկեղեցիների վրա ինչ անուններ են տնում։ Լավ, գեղեցիկ, ես բան չունեմ ասել, բա Աստվածաշնչի բաներ են վերցնում գեղեցիկ, բայց ոչ մեկի անունով չի կոչում իրանք։ Դու ես քեզ կոչում, հա։ Իսկ աշակերտները անվանվեցան։ Ինչու անվանվեցան։ Ինչպես եղավ որ անվանվեցան։ Որովհետև մարդիկ տեսան որ Քրիստոսի պես են խոսում, Քրիստոսի պես են քարոզում, Քրիստոսի պես են նստում, Քրիստոսի պես են կանգնում եւ այլն, եւ ասին դու քրիստոնյա ես։ Քրիստոսի հետևորդներ եք Քրիստոսի։ Ովքեր Քրիստոսումն են, նոր արարած են եւ մենք սիրելիներ այդ նոր արարած լինելու փափագն ենք ստանում մեր ապաշխարության աստծուց։ Մենք այդպեսին չենք, բայց մենք փափագ ենք ստանում, փափագ է առաջանում այդպեսին դառնալու, եւ եթե դու չպատերազմես, դու չես լինի այդ նոր արարածը, այդ գիտեցիր, չկա կնոպկա, չկա կոջակ, որ Տերը սխնի եւ դու նոր, այդպես չի լինում։ Այդ Տերը այդ փափագն է տնում, հա, այդ փափագը, թե դու ինչպես կյուրացնես, թե դու ինչ կանես նրա հետ, այդ արդեն քեզնից շատ բան է կախված, թե կպատերազմես արդյոք, նոր զենքերով պետք է քո հոգուտ թշնամին սադանան, նոր զենքեր պետք է օգտագործի քո դեմ, ավելի հզոր, ավելի չգիտեմ ինչ եւ այլն։ Հարձակում, բայց պետք է գտնես որ քո մեջ ապրողը զորեղ է, այդպեսի տեղ կա։ Ամեն։ Դրա համար թող Տերը օրհնի մեզ, թանկագին եղբայրներ քույրեր, որ մենք պատերազմող, մենք առավոտից իր գումետ ասես պատերազմում ենք, բացի մեր սրտից։ Բա Գամիկ եղբայր, շատ հետաքրքիր է, վերնագիրը շատ կարևոր է, տես պատերազմ, մենք կարդացինք նաև զենքերի մասին, որ Պողոս Առաքյալը, չէ, արդարության, ուրեմն ճշմարտության գոտին, արդարության զրա, հրկության սաղավարտ, հավատքի վահան, խոսքը, այո, նկատում ես, որ այդ ամեն ինչը չերևացող հոգևոր իրականության մասին է, տես օրինակ
ինչով է տարբերվում քրիստոնյան աշխարհիկից իսկական քրիստոնյան որ նա գիտի մտքի դեմ պատերազմելու արվեստը նա զինվորություն է անում դες բարի պատերազմեցի որ ասում է Պողոս Արաքելյանը ինչ է դա եթե ոչ մտքի պատերազմ հա օրինակ աշխարհիկ մարդը չունի մտքի պատերազմ նա զգացմունքի պահի ազդեցության տակ է որոշումներ կայացնում եւ միշտ տեսնում են քաոսային վիճակ մարդու այսինքն քաոսը սկսում է մտքից մարդու հա միտքը այնպիսի բան է որ սենց հազարավոր կարելի ասել մի վարկյանի մեջ մի քանի տասնյակ բաներ կարա գա քո մտքի վրա 100 եթե ոչ 1000 այսպես ասած եւ այդ մտքերի շփոթության մեջ բարին ու չարը խառնված իրար չի հասկանում որն է ճիշտը որն է սխալը բայց այդտեղ մի րոպե կային չի հասկանում ես օրինակ համաձայն չեմ որ դու չես հասկանում թե որն է ասուց որ դու մեծ հաշվով կարող է ինչ որ մանրուքներ լինեն եւ այլն բայց մեծ հաշվով մենք շատ լավ հասկանում ենք մեր Աստված մեզ եթե մենք ունենք խորը անկեղծություն որովհետեւ մենք մեր մեջ մենք դասավորում ենք մենք կարող է համոզենք դասավորում ենք էսի լավն է էսի վատն է վատը լավի տեղ ենք դնում լավը վատի տեղ այդ իմաստով եմ ասում բայց իրականում Գառնիկ եղբայր գիտես վատն ու լավը ճանաչելու արվեստը սովորում ենք Աստծո խոսքից որովհետև խոսքը այդպես ասում օրինակ ինչ ասում հաստատուն կերակուրը վարժվածների համար է որ իրենց զգայարանները վարժվելով տարբերում են չարը բարուց այդ իմաստով եմ ասում սա շատ մեծ դեր է խաղում մեր կյանքի մեջ այսինքն մարդը երբ որ սկսում է Աստծո խոսքով զբաղվել կամ մտածել Հառաչի Սաղմոս ինչը գիշերուցել եւ ասում է ինչ որ անում է նրան հաջողվում է որովհետեւ նա ճիշտ է անում խոսքը իր մեջ երանելի է ասում է երանելի է այդ մարդը ինչու որովհետեւ նա ունի արդեն մի հատ համակարգ իր մեջ որը սկսում է աշխատել հոգեվոր իմաստով զանազանելու ողջախոհության նա չի տրվում իր զգացմունքներին տրամաբանությանը եւ չի անում ամեն ինչ ինչ որ մտքին գալիս է նա չի տրվում այդ ինքը կգա միտքը բայց ինքը շատ լավ բլոկ է դնում հա դուռա փակում սրանք սա ինչ ասենք հոգեվոր արվեստ ասենք հանճար ասենք ես ուզում եմ վերադառնալ եմ մտքին որ երբ դու եւ ես ապաշխարեցինք մեզ Տերը փափակ դրեց մեր սրտի մեջ որ մենք նոր կյանքով ապրենք դες նոր կյանքը դրանով է պայմանավորված ճիշտ է սակայն եթե մենք հասկանում ես այդ փափագը չփորձենք հագուրտ տալ այսինքն մենք մեր էմոցիաներով նորից նույնը անենք շատ ճիշտ է հասկանում ես կոկուտը քիչ կլինի ես մի օրինակ եմ ուզում ասել եթե ժամանակը կլինի ունենք ասա ուրեմն երբ որ մենք այնտեղ Ուկրաինայում ենք, ես հիմնարկում աշխատում էի, ես արդեն ապաշխարել էի ու այդ փափագը, ինչպես որ ասեցի, ես տեսնում եմ իմ սրտիս մեջ, որ ես ուզում եմ եւ սենց հաղթանակ ունենամ եւ սենց չունեմ ես հաղթանակ։ Ես տակավին չկա այդպես հաղթանակ, բայց շատ եմ ուզում որ այդպես լինի։ Ես էլ իմ բնությամբ մի քիչ շուտ բռնկվող մարդ եմ եղել։ Հիմա էլ ունեմ այդպիսի բաներ չեմ ուզում ասել, լրիվ ես ինչ գիտեմ ազատված եմ, բան, որ շուտ բռնկվում ու միշտ ամբողջ իմ կյանքի ընթացքում ես տուժել եմ դրանից։ Հետ չի եղել որ ես դրա հետևանքով մի հատ լավ բանի հասնեմ կամ հաղթանակ ունենամ եւ այլն։ Մի խոսքով էլի թողնենք։ Մեզ մոտ մի начальник էին բերել, начальник-ը ոնց է հայերեն չգիտեմ էլի։ Դիրեկտոր ինչ են ասում։ Ղեկավար։ Մի ղեկավար էին մեզ բերել։ Լինում են դες մարդիկ, որ հենց առաջին հայացքից անտիպաթիա ունեք, էլի, ինքը ինձի ես իրան։ Ոչ մի բան չի եղել, բայց ես զգում եմ էլի, որ ինքը սենց ուրիշ ծևի է նայում իմ կողմը, ես էլ պարտքի տակ չեմ մնում, ես էլ պես։ Մի օր էսի ներս մտավ ու մենք այսպես բաժին եմ երել, մարքեթինգի բաժին եմ 8-9 հոգի սեղանները դրած աշխատում ենք, էլի, այսպես։
Մտավ ու ոչ թե ինձ, այլ իմ կողքի աշխատողին ինչ որ գործի հարցով ասեց, որ ես իսպես չպետք է լինի։ Ես էլ տեղյակ էի այդ գործից, բան։ Ես միջամտեցի, էլի, ասեցի, որ ուզեց ասել, որ այդ տղայի արածը ճիշտ է, էլի մեր աշխատողի։ Ասեցի, որ բայց այդպես չի ասում, այսպես, հա։ Ասի ու կրակն են գա, ոնց որ ինքը բանի ման կար, էլի։ Հա, առիթ է դիտար, հասկանում ես, հա։ Մեկ էլ այսպես դարավ ասեց, դու ինչ ես կնգանման մեջ ընկնում, այդպես։ Ես մոռացա եւ ապաշխարություն եւ ինչ որ գիտեի եւ այդ հապաղը սրբության չգիտեմ ինչ բան Սա գորա ինչ էր ասեցի ես իրան այդ բային թե որ ինձ կին ամանեց էլի կամ եւ այլն նույնիսկ քաշկրտոցել եղավ այդ աշճանի հասավ բան ես ուզում եմ ասել սիրելիներ տարբերությունը երբ որ Աստված փոխում է մեր բնությունը Այսինքն ես արեցի այն, ինչ որ անում էի միշտ, նախքան իմ ապաշխարելը։ Ոնց որ առաջ անում էի, նույն ձևի էլ արեցի ես։ Եվ եթե ես առաջ այդ անելով կգնայի եւ ընկերոջս մոտ կպարզենայի, գայք տեսնեիք ոնց ես պորտը տեղը դրեցի դրա, այդպես կացեի ես։ Ես եկատուն, այն որ ասում եմ ոնց որ էշի ծնգած ելնես։ Այսպեսի մի տրտմություն ա պատել ինձի։ Ու ամբողջ այդ մասինը, որովհետև ամբողջ այդ բաժնի աշխատողները գիտեմ, որ ես ապաշխարել եմ, բոլորը գիտեմ, որ ես նոր մարդ եմ, նոր արարած պետք է լինեմ, բայց ես հնից էլ վերանպանարեցի։ Այսինքն տրտմություն են իմաստը, որ ինքնա դատաստանում էլի, այսինքն ինչի ես դենց արեցի։ Ինչի, ոչ թե իրա մասին, իրան էլ վերաբերում, ինչի ես դենց արեցի։ Ես հիմա էլ ոնց եմ շարունակելու այդ մարդկանց ասել, դե ես քրիստոնյա եմ, գոնե այդ նայողներին, գոնե ովքեր որ տեսան, այն բառերը, որ ես արտահայտեցի, այդ բառերը այդպես բարի բառեր չէին եւ այլն, հա։ Հայոյախառն։ Ես ուզում եմ ասել սիրելիներ, երբ որ մշակված չէ մեր սիրտը, ինչ էլ կարող է լինել, հա։ Եվ ամբողջ մի ամիս, ինքը երևի մոռացել էր, ինքը էլի գալիս էր իր գործով գնում էր կամ ես կոմ, դու վերջացավ էլի հասկացանք, վեճը, գործը աշխատանքային վեճը, եղավ անցավ գնաց բան, մտնում էր ելնում էր եւ այլն։ Ամբողջ մի ամիս ես տանջում էի դե, ինձի ոնց որ Տերը ասեր, հոգին Աստծո, մինչև ներողություն չխնդրես իրանից, իմ օրհնությունը չի լինի քո կյանքի մեջ։ Այդպես ոնց ասեմ, այդպես էի հասկանում ես։ Ու կարծում եմ թե լավ էի հասկանում։ Մի քանի անգամ առիթ եղավ, որ երբ որ գնում են ճաշի բոլորը, ժամը 1-ի կողմերը, ես ու ինքը մնացինք մենակ բանում, այդ մեր բաժնի մեջ, մարդ չկա, ոնց որ Աստված ասի, հել մոտեցի մի հատ ներողություն խնդրի, բայց մեր գոռոզ բնությունը ասում ես, ինքը կա ինձ կնի գանվանի, ես էլ գնամ իրանց ներողություն շրեմ, չեմ անի ես այդ բանը, չես անի, իմ օրհնությունը չի լինի քո կյանքի մեջ, ու ես դա զգում, չունեմ հանգիստ, ինքը վաղուց մոռացել եմ միգուցե, սիրելիներ, թող Աստված մեզ օրհնի, որ մենք այդ պատերազմը պատերազմենք, այդ բարի պատերազմը պատերազմեցի, դու հիշեցրեցիր, հա, այս սա է բարի պատերազմը, թե ում կդաս դու հաղթանակը, քու էգոին, քու եսին կդաս, դե ով որ ես նրանից ներողություն խնդրեմ, հա, ինքն անձի վիրավորել, քեզ էլ համոզում ես, ինքը եկավ առաջինը ասեց, սենց անեց, ինքը առաջինը հայոյեց, ես չեմ հայոյել իրան, բայց Տեր ասում է պիտի ներողություն խնդրես, որովհետև դու քրիստոնյայի անուն ես անել այդտեղ, բայց դու քեզ պահեցիր ամենավերջին խուլիգանի պես Արդեն այն աշճանը հասել, որ ես արդեն սիրտս ցավում է արդեն, չեմ կարողանում։ Մի օր դուրս եկանք, ես գիտեմ մոտարապես որտեղ այն կա ապրում, ինքը նստեց ավտոբուսին, երկար ավտոբուսներից, միջքաղաքային ավտոբուսը, ես էլ մնա, լիքը մարդ աշխատանքից որելուն ասր գցելու տեղ չկա ավտոբուսի մեջ, ասի պիտի իջնեմ իր այդ աստանով կեն, որտեղ կանգառը, որտեղ որ ինքը պիտի իջնի, պիտի ներողություն խնդրեմ։ Ուրեմն իջավ ինքը, ես էլ իջա այդ կանգառում, ու որպեսզի ինքը գնա դեպի իր շենքը, մի հատ փոքրպես պուրակի պես բան է, անդարի նման, պես սադի պես բան է, էլի։ Դրա միջով անցնում ինքը, կարճ փոքր։ Ես էլ իր հետևից գնում եմ։
ու արդեն պես ինտեղ մուտը շուդամն էր իրենց էսի որ դարավ տեսավ էսի որ դարավ տեսավ ես իր հետևից գնում եմ իրոք չվազեց բայց իրոք վախեցավ դե մտածեց էլի էսի հայա ես ինչա որոշել ինչ հասկանում ես ինչա վրեժա ուզում լուծել ինչ բան ու ես դրանից ավելի շատ բան եղա էլի բացկացի ինձ որ զգացի որ ինքը վախեցավ հասկանում ես բան ես դից ծերով ես տարեցի էսի կանգնեց ինքը ես մոտեցա ու արալասի երբեք ես իրան պես դիմաց չկայի քաղաքավարի ասեցի Գենադի Միխայելովիչ ուզում եմ ձեզանից ես ներողություն խնդրել եմ նորվա համար ես ինձ լավ չպահեցի ու ասեցի էլի ասի ես ապաշխարել եմ եկեղեցի եմ հաջախում եւ այլն ու ճիշտ ասի իրան ասեցի նորվանից ասում եմ սրտիս մեջ հանգիստ չկա էլի վերջապես դուք մեր ղեկավարն եք ասում եմ թեգուզ եւ սխալել լինեի կամ բան լինեի ես իրավունք չունեի այդքան կանանց մոտ այդքան մարդկանց մոտ այդպիսի կովիդարդայություններ անելու ասում եմ 1000 անգամ ինձ կներեք բան այսպես որ ասի հանգստացավ էլի հասկանում եք հանգստացավ ու ասեց իրանք դենց մեծ լավ ռուսերեն խոսք ունեն էլի ասում է да я тоже не подарок ասում է ես եմ մի պատուղ չեմ բարի պատուղ չեմ նվեր չեմ խոսքը դա ես եմ մի բարի պատուղ չեմ ասեց ինքն ապաշխարեց զղջաց իմ արածներ մի բան չի ասեց առաջինը ես քեզ վիրավորեցի ասեց դու էլ ինձի կներես եղբայր ջան ասեց ելնենք մեր տուն մի 100 գրամ պատմենք սի չէ խմելի չէ բայց ասի շատ թե ինչպիսի սիրելի եղբայրներ սիրելի քույրեր թե ինչ ուրախությունով լցվեց իմ սիրտս այդքան իմ տառապանքներիցս հետո հա մի ամիս թե ինչպիսի ուրախություն բադեց իմ հոգիս թեթևացար վրիցդ բեռ ընկավ այո գիտեք հաջորդ օրը երբ որ ինքը գավ բոլորը գիտեն որ ինքը ինձ չի խոսում չի հաղորդակցվում եթե նույնիսկ ինձ հետ կապված հարց կա ինքը այնտեղ չերեզով կին կա որ իրան ասում է որ իրան ասեք սենց անին եւ այլն մեկ էլ էսի մտավնես 8 նոկի նստած ենք եկավ գործի տեղը եկավ զերով лучшим людям собственно сейчас բարևասեր ամենալավ մարդուն ասում եմ շատ լավ է սիրելի եղբայրներ քույրեր այսինքն նաև կա հաղթանակ եւ ես նույն ուզում եմ վկայել նաև որ այդ օրվանից այն ադելությունը ինչ որ ես սկզբից ասեցի այն անտիպաթիան ես չգիտեմ ուր թռավ ես չգիտեմ ուր դու հաղթեցիր դու պատեր բարի պատերազմը պատերազմեցի ես չհաղթեցի Տերը հաղթեց հասկանում եք ես համոզված եմ սիրելի եղբայրներ չեմ քույրեր չեմ որ ամեն մարդու սրտի մեջ այդ պատերազմը կա թե դու ում ես տալիս թե դու ում կդաս առաջնությունը թե դու պատերազմում ում կողմը կանցնես այդ արդեն քեզնից է կախված եւ այո դժվար է այդ բանը այո դժվար է նսեմանալ դժվար է գնալ ներողություն դու քո վրայով անցնում ես քո էգոյի բայց տեսնում ես որ նա ընդհանրակը քեզ թվում է թե այդ քեզ պատված զուրկ կանի նույնիսկ այդպես ասեմ հա սատանան կապիտը այնի կազիս ոչ ընդհանրակը ավելի պատվաբեր է ինքը ավելի ուրիշ տեսակ է մարդը քեզ հարգանքով է սկսում նայել սա ճշմարտություն է այո եւ այսպիսի հարցեր կան մենակ այդ իրար դեղեցնելու հարցը չէ 1000 տեսակի բազմապիսի բազմապովանդակ խնդիրներ կան մեր սրտերի մեջ որոնք կարիք ունեն պատերազմելու եւ հաղթանակով դուրս գալու այդ ամենից Գարնիկ եղբայր տես Պողոս Արաքյալը մի հետաքրքիր խոսք ունի ասում վերին բաները մտածեք եւ ոչ թե վարին այսինքն այո նկատում ես որ երկու կատեգորիայի մտածելակերպեր կան բարձր այսինքն ողջախոհ հավասարակշռված երկնային իդես երբ որ մենք ասում ենք մտածելակերպի տարբերությունների վարի կամ վերինը դա երկնային մտածելակերպ է այսինքն դու դա չես սարքում քո բնույթը այդպեսին է դառնում եւ վարինը որը անորակ երբեմն այ խնդիրը գիտեք ինչ է պատերազմը ինչու՞ է երբ որ դու բարձր մտածելակերպ ունես Քրիստոսի միտք ունես եւ ներքևինը քեզ ուզում է ներքաշի իր տիրույթի մեջ ինքով իրանց ներողություն խնդրես այդ ներքևինն է ով է ինքը վարի եւ վերի մտածելակերպերի տարբերությունը շատ կարեւոր այսինքն ինչա դուրս գալիս ընդհանուր եթե վերլուծենք խնդիրը սրանում է ինչ չափորոշիչներով ենք մենք
դատողություն անում, որովհետև այդ գիտես պատերազմը մտքի չար մտքերի դեմ դա չափորոշիչ ունի, գործիքակազմ ունի, որով դու սկսում ես որոշել կամ դեմ կենալ այդ մտքերին, հասկանալով, որ դա քոնը չի։ Այո։ Քոնը չէ, տիրույթի մեջ մի մտի։ Բնույթը հենց այդ է, որ դու հասկանում ես, ու շատ կակ գիտակցում ես, որ ինչով որ դու առաջ պարզենում էիր, հիմա դա դարձել է քո համար ոնց որ Պողոս Արաքյանն է ասում, ամոթ ես զգում, ցավ ես զգում դրա համար։ Ես սկզբից ասեցի, ուրիշ տեղ նախքան իմ ապաշխարի սկացեի կայք տեսնեիք ոնց պորտը տեղը տրեցի ես դրա, բայց հիմա տեսնում ես որ ցավ ունես։ Քո փորձառության դեպքում ինչ կատարվեց, դու Քրիստոսի մեջ լինելով ինքը կարողացավ քեզ ներքաշի իր տիրույթ, այո, եւ այնտեղ դու չես կարող հաղթես։ Քոնը չէ տիրույթը։ Որ եթե ուզում ես հենց հաղթանակը դա է։ Հենց հաղթանակը դա է, երբ որ դու չես իջնում իր տիրույթի մեջ։ Ես որ այսպես ասում եմ, թող մեկը չմտածի, ամբողջ կյանքս ես մենակ այդպեսի հաղթանակներով եմ տարված։ Չէ, այնքան եմ պարտվել։ Դա փորձառություն է, ես էլ։ Այն 1000-ից մի անգամ, որ ես փորձել եմ, ասենք անել այնպես տերացել է եւ տեսել եմ, որ հաղթանակը իմն է։ Դա է հենց հաղթանակը, որ դիրքիդ մեջ մնաս, քո դիրքի մեջ։ Սա հաղթանակը եւ հեշտ չի գարնիկ եղբայր։ Գիտես ամենազորավոր բանը հաղթանակը դա մտքի հաղթանակն է։ Անկամ դե այդ մասին է խոսում։ Անկամ ֆիզիկական կյանքի մեջ, հա, պետության դեմ հաղթանակներ, բաներ, դրանք այդքան հզոր չեն դրանք այդքան, քան որ մարդը կարողանա իր մեջ մտքի հաղթանակ ունենա։ Սովորն ասում է ինքն իրան հաղթողը քաղաք գրավողից զորավոր։ Ես չգիտեի, խոսքը կարող է բառերը սխալ ցույց ամենաթեժ պատերազմը իրան հաղթողը քաղաք գրավողից զորավոր է։ Այո։ Դա շատ բարդ կռիվ է սիրելիներ, դա այդպես հասարակ երեխական պատերազմ չէ դա։ Եվ միշտ չէ ինչպես ես ասացի, որ մենք հաղթանակներով ենք պսակում մեզ։ Մեծամասամբ միշտ պարտվել ենք մենք։ Այո։ Բայց հիմա էլ երբեմն պարտություններ կրում են։ Ոչ թե երբեմն շատ է լինում պարտություն։ Օրինակ տեսեք, Հուդայի մասին եմ ուզում մի միտք ասել։ Հուդան չզգուշացավ, հա? Չպատերազմեց իր սրտի այդ արծաթասիրության փափագի հետ։ Որովհետև այնպես չէ, որ Հուդան Քրիստոսին մատնեց, ուղղակի մի վայրկյանի մեջ գայթակղվեց այդ 30 արծաթով եւ մատնեց։ Այդպես չէ, սիրելիներ։ Երկար ժամանակ ինքը գանձանակը իր մոտ էր, բոլոր կարտացողներս գիտենք, հա։ Եվ մեկ օրինակ եմ ուզում ցես հիշեցնել, որ գրված է Հովանու 12-րդ գլխի մեջ ներողություն Հովանու 12-րդ գլխի մեջ բոլորդ գիտեք այդ պատմությունը, բայց այստեղ նշված է ուրիշ ավետարանիչներ ասում են աշակերտները, բայց այստեղ նշված է որ Հուդան այդ բանը ասեց։ Հովանու 12 մեկից կարդամ։ Հիսուսը զատկից 6 օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսներ, որին մեռելներից հարություն տվավ, եւ այնտեղ հացքերություն արին նրա համար, եւ Մարտան ծառայում էր, եւ Ղազարոսը նրա հետ սեղան նստողներից մեկն էր, Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիվ մեծագին յուղ առավ, Հիսուսի ոտները օձեց, եւ իր մազերովը սրբում էր նրա ոտները, եւ տունը լցվեցավ յուղի հոդովը, եւ ասեց նրա աշակերտներից մեկը Հուդա Սիմոնյան Իսկարիովտացին, որ նրան մատնելու էր, ինչու համար այդ յուղը 300 տարեկանի չծախվեցավ եւ աղքատներին տրվեցավ։ Ուշադրություն ինչ ասում ավետարանը, բայց սա ասեց ոչ թե որովհետեւ աղքատների համար նրա հոգն էր, այլ որ գող էր եւ քսակ ուներ եւ ընկածը պահում էր։ Հիսուսն էլ ասեց եւ այլն։ Սիրելիներ, սա պահի տակ գայթակղության մի դրվագ չէր, որ նա մատնեց Հիսուսին։ Սա սիրելի եղբայրներ քույրեր երկար ժամանակ իր սրտի մեջ էր եւ նա չպատերազմեց դրա հետ։ Տեսնում եք ինչ է ասում։ Տեսնում եք ինչ առաքինի
պատճառաբանությունը բերում յուղով չոձելու տիրոջը աղավի լավ չէր լինի ինչու եղավ այդ կորուստը ինչի համար իր մեջ ինքն իրան որ մարդիկ էլ ասեն արա ինչ մարդ է էլի էս մարդը գիշեր ցերեկ աղքատների մասին բայց ավետարանն ասում է հոգ չէր իրան աղքատները այլ որ իրա ցերով դի ասներ է 300 տարեկան է իսկ որ իրա ցերով ասներ 3 տարեկան են դեռ չեր ասնի 3 տարեկանը կհասներ աղքատներ կամ չեր ասնի կամ չեր ասնի եւ դրա համար սիրելիներ չպատերազմեց եւ տեսեք ինչպիսի Ves ոնց ասեմ էլի ինչպիսի վախճան ունեցավ ինչպիսի ասես փառունակ եւ այդպես կլինի եւ մեր կյանքի մեջ եթե մենք սիրելի եղբայրներ քույրեր չպատերազմենք Կարնիկ եղբայր մի օրինակ էլ ուզում եմ բերեմ դու բան արեցիր ակնարկեցիր այս երկրորդ թագավորացի 17-րդ գլխի մեջ հենց Աքիթոփելին Աքիթոփելը շատ ինքը գիտես ինչ էր ինքը Դավիթի համար առաջի խորհրդականն էր նա Դավիթ իրան շատ է ու Դավիթը հասկանում էր որ իր խորհուրդները ազդեցություն ունեն այո զորավոր խելքիտել մարդ է շատ ուժեղ պատկերացրա այն աստիճանի որ Դավիթ աղոթում էր Աքիթոփելի խորհուրդը քանդելու ասում էր նա գիտեր որ Աքիթոփելը թույլ կողմերը գիտի Դավիթի նա դավաճանեց Դավիթին անցավ Աբիսողոմի կողմը Աբիսողոմի խորհուրդը որ տվեց Էդի հաստատ լինելու էր եթե Աբիսողոմը լսեր բայց չլսեց եկան ասին մի արա էդի ուրիշ բան խորհուրդ տվեցին երբ որ ինքը հասկացավ որ իր խորհուրդը չանցավ գնաց կախեց իրան այս տողերի մեջ գնում է դրա մասին այսինքն սա լավ մարդ չէր Դավիթը հասկացավ դրա համար խելքով էր բայց իր խելքը այո չար խորհուրդ իր այդ քայլից Դավիթ հասկացավ որ ինքը ճիշտ խորհրդական չի ունեցել իր կողքը ճշմարտությունից խորհրդական չէ եւ ասես քանդի դրա խորհուրդները եւ քանդվեց հետո նկատում եք ու գնաց կախեց իրան հիմա խնդիրը ինչու՞մ է սրա հոգեվոր իմաստը մարդը չի կարա ոչ մտածի ոչ գործի ոչ որոշի ոչ ընտրի եթե չունի խորհրդատու դա ներսի ինչ-որ կարգավիճակ է մարդը կարա ականջ դնի մարդկանց կարա Facebook մտնի օրինակի համար խորհուրդ հարցնի կամ այսօր chat GPT կա որ շատ լավ խորհուրդներ է տալիս sense ասած արդեն դրանից են օգտվում այսինքն շատ են խորհուրդները եւ մարդիկ միշտ անպայման խորհուրդ հարցնում են ինչ-որ մի բանից հիմա խնդիրը սա է եթե մենք ուզում ենք պատերազմենք մտքի դեմ չար մտքի մենք պետքա ճիշտ խորհրդի դիմենք իսկ ով է խորհուրդը պետքա ճիշտ նրա անունը կլինի սքանչելի խորհրդական հավիտենական այո ամբողջ խնդիրը դա է երբ որ մենք որոշում ենք որ մենք պետքա առաջնորդվենք հավիտենական խորհրդով Քրիստոսով իր խոսքով այն խորհրդատուները գնան իրանց կախեն ամեն Երբ որ մերժվեն, նրանք կախվելու են Մեր խորհրդականը ահա մեր ձեռքին է սիրելիներ Դուք ունեք Պետրոսն ասում է ճշմարիտ մարկանիական խոսքը Եվ դուք շատ լավ եք անում որ դիմում եք նրան ինչպես մի ճրակի որ լույս է տալիս մութ տեղը Վերջապես Դավիթը լավ եք անում որ դիմում եք նրան Միանշանակ Եթե նրանով հաջողությունը 100-ից 100 է Կարող է սիրտը չուզի կարող է զգացմունքները տնդեղ Կարող է իր խորհուրդը հեչ դուրը չկա Արցունք բերի անգամ քո աչքերից Երբ որ աչայդիդ խփել են լալով գալիս ասում ես Տեր Աստված ինձ խփեցին Սպասում ես որ ինքը ասի հեսա ես իմ հրեշտակներին ուղարկելու եմ որ քեզ խփողների հերանից են բայց ինքը ասում է դավայ մյուս երեսը դեն այդ ժամանակ քո դուրը չպիտի կա այդ բանը հաստատ դու չպիտի համաձայնվես ու պիտի սկսես ինքդ քեզ համոզել օ Տերը չուզեցավ այդպես ասել ու ագիտա ու սկսում են մարդիկ փիլիսոփ ոչ Տեր ուզեցավ ասել այն ինչ որ ասել հենց այդ ուզեցավ ասել մի եղբայր կար գիրք Արարատյան Շախ Եղիա Պաբիգյան Այդպիսի փոքր գիրք կա ես չեմ ճանաչում բայց այնտեղ ուրեմն միտեղ ինքը խոսում է բանի մասին որ Տերը ասեց ով որ իր ամեն ինչքից ունեցվածքից այսինքն չհրաժարվի չի կարող իմ աշակերտը լինել նենց դուրս գալիս է իր ասած այդ միտքս այսպես ասում է հիմա
խորաման քարոզիչները, որոնք որ շատ ունեցվածքներ ունեն, չգիտեմ ինչ բան, 1000 տեսակի ասում եմ մեջբերումներ են անում, որովհետեւ ասում եմ ապացուցեմ, որ դերը ուղագի չասես թե ինչքից հաշարվել էլի, որ ինչքին ձեր չկդեն կապված, խոսում է վերջում մի լավ բան ասում է, լավ վերջապես ասում է, եթե դերը այդ չէր ուզում ասել, բա ինչ էր ուզում ասել։ Ոչ մի բան չէր ուզում ասել, ասում էր։ Երբեմն բառից ուղիղ իմաստով պետք է ասում։ Այդպես էլ սիրելի եղբայրներ, քույրեր, այսօրվա մեր թեման, որբիսի եսպես մի փոքր ամփոփեմ, ուզում եմ ասել, որ սիրելի եղբայրներ ջան, քույրեր ջան, մենք ապաշխարելով չենք վերջացնում կամ մեր հոգևոր կյանքը, այլ մենք սկսում ենք մտնել պատերազմի մեջ։ Պատերազմը։ Մեր ինչի հետ, մտքերի հետ, չար մտքերի հետ, որոնք առավոտից իրգուն, ինչպես Աբրահամ եղբայրը ասեց, հարյուրներով, հազարներով, խառնի խռիվ անցնում ու դառնում են մեր մտքերի մեջ, անցնում ու դառնում են սիրելիներ, թե դու որը կթողնես, որի հետ կպատերազմես, այդ էլ Տերը քեզ տադավոր, Սուրբ Հոգի Աստված ապրելով մեր սրտերի մեջ, ինքը մեզ ներսից բացատրում է, թե որի հետ ինչպես պետք է անես։ Եվ երանելի ես դու, երանելի եմ ես, որ մենք այդ պատերազմը ունենք եւ այդ պատերազմում երբ հաղթանակներ ունենք, ավելի մեծ երանություն մարդու համար ուրախություն քրիստոնյա մարդու համար, Քրիստոսն ունեցող մարդու համար չի կարող լինել։ Եվ կրված է մի տրդմեցնեք Սուրբ Հոգին։ Ինչպես ենք տրդմեցնում, երբ որ Հոգի մի բան է ասում ներսից, բայց դու քու եսով, քու բանով ուրիշ բան ես որոշում, ինքդ քեզ խապելով, տրդմեցնելով քու Աստծուց։ Ամեն։ Տերորդի Գարիկ եղբայր շատ շնորհակալ ենք, շատ կարևոր էր։ Նորից ուզում եմ շեշտեմ, որ ամենամեծ հաջողությունը քրիստոնյայի կյանքում, եթե նա ուզում է գրանցի կամ նկատի, դա մտքի, չար մտքերի դեմ պատերազմն է, դա այն իմունիտետն է, որ սկսում է աշխատել հոգևոր կյանքում մարդու ներքին ինքնության մեջ։ Չկա իմունիտետ, չկա առողջ հոգի։ Վերջ։ Իսկ այդ իմունիտետը ստեղծում է մեր մեջ վերստին ծնունդի արդյունքում Աստծո խոսքը։ Դա ֆիլտր է, հասկանում եք, ինչպես Գարիկ եղբայրը ասաց, հազարավոր այսօր չես կարող քո աշկդ շեղես դուրս շեղես ուրիշ բան կտնես, շեղես ուրիշ միշտ այդ այո, վատից վատը Եվ նրանք շատ կգան, մեծ ամբողով կգան, չգիտեմ, բայց եթե ֆիլտր ունենաս քո մեջ Աստծո խոսքի ֆիլտրը, որը երբ որ գալիս է խոսքը սկսում է ֆիլտրել եւ ընդունել այն ինչ որ խոսքից է, ինչ որ հարիր է խոսքի, տիրոջից է, դու դա վերցնում ես եւ այն ինչ որ կեղտոտ է, զզվելի է, վնասակար է, թույն է, նա դուրս է շպրտվում քո մեջից։ Սա ամենամեծ հաղթությունն է հոգևոր կյանքի մեջ։ Սրանից մեծ հաղթություն չկա։ Եվ հոգին դրա պատճառով է կամ առողջ, կամ հիվանդ։ Գրված է գողը չի գալիս, բայց միայն որ գողանա, սպանե եւ կորսեցնե։ Այսինքն գողը չի գալիս հենց այնպես։ Նպատակ ունի։ Հենց այնպես չի գալիս։ Հենց այնպես կա ինչ անի։ Որ ինչ անի, որ սպանե, կորսեցնե, գողանա։ Միտքը հենց այնպես չի գալիս։ Այո։ Գալիս է որ գործ դառնա։ Դա համար միտքը գալիս։ Ուրիշ նպատակ չունի։ Եվ եթե ես եւ դու չպատերազմենք, ապա սիրելիներ, ինչպես մեր բերած օրինակների մեջ եւ չբերած հազարավորներն է դուք կարող եք այդ օրինակները եւ կյանքից եւ Աստվածաշնչից կարող եք լիք օրինակներ տեսնել նրանք, ովքեր չպատերազմեցին այդ մտքերի մեջ, ինչ անփառունակ վաղճանների հասած։ Այո, միանշանակ։ Քողոքով ավարտենք Գարիկ եղբայր։ Մեր սիրելի հայրը, որ երկնքումն ես, կրկին եւ կրկին գալիս ենք լույս ոտքերիդ մոտ եւ փառավորում ենք քո հզոր, սուրբ ու թանկագին իմաստուն անունդ, որ դու մեզ քո պատկերով ստեղծեցիր, բայց մենք խոդորվեցինք, բայց մենք կեղտոտվեցինք, այն աստիճան, որ նույնիսկ դժվար է հավատալ, որ մենք քո պատկերով ենք ստեղծված։ Եվ դու մեկ նպատակ ունես Տեր քու ստեղծած մարդու համար, որ նա վերադառնա այն նույն պատկերին, որով ստեղծված է Տեր, որ նա մաքրվի, սրբվի ամեն անիրավությունից, որ նա պատերազմի իր սրտի մեջ կատարվող այս մտքերի տեղատարապի հետ եւ կարողանա, ինչպես եղբայրը ասեց, այդ
այդ ֆիլտրը ունենալ իր սրտի մեջ եւ հասկանա, որը քեզնից է Տեր եւ որի հետ պետք է պատերազմել եւ դուրս շպրտել։ Օգնիր մեզ Քրիստոս Աստված, որ մենք ճշմարիտ պատերազմող քրիստոնյաներ լինենք, որ մենք այդ պատերազմում քեզնով հաղթանակի հետևից ունենանք եւ այս է որ մեզ ուրախ է պահելի, այս է որ մեզ ցնցալու հնարավորություն է տալու Տեր ջան։ Եվ շնորհակալ ենք, որ ունենք այս առիթը, այս առավոտի համար ենք շնորհակալ, որ մեր ոտքերն ուղեցիր այստեղ, որ մենք թողեցինք ամեն բան եւ եկանք այստեղ, եւ խոստովանում եմ Տեր, որ սրտիս մեջ մեծ ուրախություն ունեմ այս օրերին, երբ որ ես իմ օրը սկսում եմ այսպես Տեր ջան, եւ շնորհակալ եմ այն քույրերի, այն եղբայրների համար, որ մեզ հետ են, լսում են Տեր ջան, ինչ էլ սխալ ասեցինք, ինչ որ այնպես չասեցինք, մարդ ենք սխալական Տեր ջան, այն էլ դու ուղղիր մարդկանց կյանքերի մեջ, այն էլ հանձնում ենք հազոր բացուկների մեջ եւ խոստովանում ենք, որ այո հնարավոր է, որ մենք մարդիկս սխալված լինենք, բայց դու Սուրբ Հոգի Աստված շարունակիր այս գործը ու այս պատերազմում դուր մեզ հաղթանակներ, որ ճշմարտապես փառավորվի Սուրբ անունդ իմ կյանքումս, իմ եղբայրներիս ու քույրերիս կյանքում, որովհետեւ մեզ նայողները հավատան, որ մենք քու զավակներդ ենք ու դու մեր Աստվածն ես, փառքը քեզ, պատիվը քեզ, երկրպագությունը քեզ Սուրբ եւ հավիտենական Աստված, հիմա եւ ընդմիշտ եւ հավիտյանս, ամեն։ Ամեն։ Փառք քեզ Տեր։ Կատարվեցավ։ Կատարվեցավ այս առավոտ։ Շնորհակալ ենք Գարին եղբայր, շատ Տերորնի քեզ շատ։ Սիրելի քուրեր եղբայրներ, այսպիսին էր մեր այսօրվա եթերը շաբաթվա առաջին եւ առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին Մարանաթա Տերը շուտով գալու է ամեն